Շաքարային դիաբետի բուժման բացակայությունը տարիների հետ բերում է տարբեր օրգան համակարգերի ախտահարման, մեծանում է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը։ Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը դրանցից մեկն է։ Շաքարախտի ուշ փուլերում վնասվում են բուժառոյի ստորին վերջույթների անոթներն ու նյարդերը։ Առաջանում է դրա հետևանքով խոցեր։ Այդ խոցերը կամ վերքերը երկարաժամկետ չեն լավանում, պայմանավորված հետևյալ հատվածի սնուցման վադացմամբ։ Իհարկե, եթե մենք խոսում ենք փոքր տրամագծի, այսինքն միկրո շրջանառության խանգարումների մասին, որոշ դեպքերում էլ նաև լինում են խոշոր անոթների ախտահարումներ։ Հիվանդության ժամանակ ոտնաթաթերը թմրում են, առաջանում են կոշտուկներ և ճաքեր։ Քանի որ բուժառուն չի զգում արտաքին վնասվածքի ցավը, խնդրի մասին իմանում է միայն հիվանդության ուշ փուլում։ Ավելի ուշ փուլերում իրանց մոտ սկսում է նեյրոպաթիաները, այդպես կոչված վնասված ներվերը, որոնք բերում են թաթի շրջանի թմրածության զգացումով։ Հստակ ուղեցույցներ չկան այդ նեյրոպաթիաները լավացման, սովորաբար մենք մենեջմենտ չենք անում, որովհետև դեռ չկա ապացուցված ինչ-որ դեղամիջոց, որոնք այդ նեյրոպաթիաները լավացնում են։ Համախտանիշը կարող է բերել գանգրենայից մինչև ոտքի ամպուտացիայի։ Բժշկի խորհուրդն է կանգատներ և ախտանշաններ ունենալու դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմել մասնագետներին։ Այդ հիվանդներով պետք է զբաղվեն պոդոլոգները, պետք է զբաղվեն էնդոկրինոլոգները, պետք է զբաղվեն տրավմատոլոգները, ընդհանուր վիրաբույժները և անոթային վիրաբույժները։ Միջինացված ամբողջ աշխարհում մինչև 25% դեպքերն են, որ շատ ուշ են դիմում և գնում են առաջնային ամպուտացիայի։ Ցավոք սրտի Հայաստանում այդ ցուցանիշները շատ բարձր են, դրանից բարձր են, արդեն բավականին ուշ դեպքերով է դիմում։ Շաքարային դիաբետ ունեցող բուժառուները պետք է հրաժարվեն ծխելուց, անոթներն առողջ պահելու և բարդություններից խուսափելու համար։ Կարևոր է նաև հետևել ստորին վերջույթների հիգիենային, ընտրել ճիշտ գուլպաներ և կոշիկներ, պարբերաբար զննել թաթը։ Ի դեպ դիաբետ ունեցողների մոտ 80%-ի մոտ զարգանում է նաև դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ։ Արամ Մարանդյան, Նարեկ Ոսկանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։